28 ժամ թրիչք իրականացնող ATS կա մեր բանակում։ Հա, տեսօր տեսակ, հա։ Ինքը այդ տենց կոչվող mail կարգի դրոնը, mail նշանակում է միջին բարձրության երկար տևողության թրիչքի անօդաչու սարք, հենց երկար տևողությունը 24 ժամ եւ ավել սովորաբար համարվում է։ Ինքը օրինակ Բայրակտարից հայտնի 2 անգամ մեծ է մոտավորապես, այնա 12 մետր է թևերի երկարությունը, այստեղ 18, 2 անգամ ավելի ծանր է, 2 անգամ էլ շատ քաշ է կարում բարձրացնի։ Բայց ինքը շատ նպատակարար կլինի սահմանի վերահսկողությամբ։ Այո, շատ ինձ թվում է հենց առաջի բանը հենց մեր տարածքում օգտագործելն է, օրինակ եթե թռնել սահմանի կողքով, դա պատերազմական իրավիճակում մեր տարածքից մինչև սովորաբար այդ տիպի դրոնները օպտիկան մեծ օպտիկաներ են օգտագործում, մինչև 40-50 կիլոմետր կարելի է զում անել, նայել։ Հետախուզական իր դերը գոնե ակնհայտ է, բացի դրանից ես օրինակ կիրառում եմ տեսնում, եթե օրինակ պատկերացնենք պատերազմա թշնամին միտեղ կարացել է ճեղքի, այդ ճեղքելուց հետո ինչ որ մի ժամանակ իրանց հակաօդային պաշտպանությունը այդ մասում ուժեղ շատ չի լինելու, այդ ժամանակ հենց մեր տարածքում օրինակ կարելի է դա փորձել օգտագործել արագ ինչ որ այդ հարցը լուծելու համար։ Դրոն, որը նաև ունի հրթիռի ֆունկցիա։ Որը այդ չինաչափ։ Չէ, դրա մասին չի խոսքը, ուրիշ։ Հայկականների մասին է խոսքը գնում, դևերի, օրինակ, այո, դե մեծ մասը հենց հրթիռի ֆունկցիա էլ ունեն, ինչ որ ցույց տվեցին, հենց կոչված կամիկադզե դրոնները, որոնց հետ մեր ցավոք մեր բանակը 28-16 թվից հակառակորդի կողմից կիրառվելուց է ծանոթ, լավ բավականին մեծ տեսականի տեսանք, փոքրից շատ, մինչև բավականին մեծ սիստեմաներ 150-200 կիլոմետր հեռավորությամբ, որը կարծում եմ, որ այսօրվա պատերազմում դե տեսնում ենք, շատ կիրառելի է, ու հենց նրա պատճառով, որ գինը հրթիռից էժան է։ Ինքը թևավոր հրթիռ է կարելի ասել, կոնցեպտուալ ոչ մի բանով չի տարբերվում, միակ տարբերությունն է, որ շատ էժան ու պարզ կոնստրուկցիա ունի, հեշտ խփվում են, բայց եթե 500 հատ կամ 1000 հատ հեշտ չի լինի խփել այդքան մեկը, այդ է էլի միտքը սա այդտեղ կիրառման։ Մեկը կային օրինակ հակառադարային նույն ձևի դրոններ։ Մեր արտադրության։ Չեմ կարող ասել ճիշտն ասած, ոնց որ չնշեցին, որ մեր արտադրության։ Մենք կարող ենք նշել մեր այն արտադրանքը, որը դրսին հետաքրքրել է տանում։ Դրսին հետաքրքրում է, ինձ թվում է, այստեղ մարքեթինգի մասն է շատ կարևոր, որ հետաքրքրի ում գտնել, ում կոնկրետ ոնց մոտենալ, բայց անօդաչու սարքերի շուկան շատ հիմա բան է, դժվար շուկա է, ճիշտը որ ասենք, որովհետև արտադրողներն էլ են շատ։ Ինչ որ պետք է ճիշտ սեգմենտ գտնել, գին որակ, այն երկրները ում մոտ լավ չի ստացվում, ու քաղաքական Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեն, որոնք Եվրոպայում դրոն սարքելուց ճիշտը որ ասենք այդքան էլ լավ չեն։ Իդեալական չի այդ ոլորտը Եվրոպայում, իրար հետ արտադրել կարող է ոչ թե հենց Հայաստանից ուղիղ ծախել, ավելի տեխնոլոգիան վաճառել տեխնոլոգիան կամ իրար հետ ինչ որ պայմանական, չգիտեմ, Ֆրանսիայում իրար հետ արտադրել ինչ որ դրոն անունը Made in France մեկը ալնի, բայց հայկական ալնի կեսը այդ ընկերության, տենց ինչ որ մոտեցումներ կարան լինեն։ Ու կա, ասենք, սպառազինություն, որը Հայաստանը արտադրում է, սպառազինությունը դե լրիվ ուրիշ պատմություն է, այդտեղ եթե որակ կարևորը քանակ, որակ, գին, այդ ամեն ինչը իրար հետ ինչ որ նորմալ համապատասխանում է, դա այսօր շատ ինձ թվում է այդքան դժվար չի վաճառելը ճիշտ։ Բայց դա ճիշտ ուղղություն է, այնինչ։ Դե ճիշտ ուղղությունը ունենալ սեփական ինչ որ։ Դե կարծում եմ, որ եթե ստացվում է, այո, որովհետև շատ ավելի ձեռնտու է դա ստացվում ամեն իմաստով։ Պետությունը շատ ավելի քիչ գումար է ծախսում այդ գնումները անելու համար, որովհետև դե տեղական ընկերությունը սովորաբար տեղական բանակին ավելի մատչելի է վաճառում, բացի դրանից այդ արտադրության
գնի ահագին մի մասը դա աշխատավարձներն են, չէ, Հայաստանի քաղաքացիների։ Այդ գումարը դու ստացվում է, որ ոչ էլ ծախսել ես այդ մասը գումարի, հա, բաժանել ես աշխատողներին, ինչ անուղիղ, բայց իրանք գնացել այդ փողը Հայաստանում ծախսել են մի քանի անգամ ֆռալուց հետո այդ սա բյուջեում է հայտնվում այդ ամենտեղ նալոգ, դա համար էլի, դա իր մեծ պլյուսը ունի։ Ինքը ռեալ, ասենք, այդ գնից կարող է 20%-ն է, որ ծախսվում է իսկականից, էլի մնացածը երկիր է զարգացնում։ Դա, բայց մենք միաժամանակ պահպանում ենք հայ-ռուսական ռազմական համագործակցության բոլոր պայմանագրերը։ Դե մենք ունենք մենակ հապկինը, որը սառեցված է, մնացած ուղիղ երկու օմանիները գոնե ֆորմալ առումով գոյություն ունեն, կարծում եմ, որ որոշը իրանցից մենակ ֆորմալ գոյություն ունեն ասպայն, բայց այդքան էլ չեն, կիրառելի չեն։ Օրինակ մենք չենք տեսնում զորավարժություններ, օրինակ 102 բազայի ու հայկական բանակի միջև, որը առաջ շատ սովորական բան էր, ռեգուլյար եւ ուրիշ օրինակներ նմանատիպ չեմ կարծում, որ ռուս-հայկական այդ միատեղ խմբավորումը ռեալ այսօր որևէ գործողություն ունի, օրինակ կամ գոյություն ունի։ Թղթի վրա մենակ էլ։ Բայց Շոյգուն այսօր հիշեցրել էր, որ Հայաստանի անվտանգության համար 102-րդ բազան շատ մեծ կարևորություն ունի։ Այստեղ շատ քննարկելի է դա այս պահին, հատկապես եթե օրինակ հայ-թուրքական հարաբերությունները ինչ-որ նորմալիզացիան շարունակվի եւ գտնի ինչ-որ ես օրինակ չեմ համարում, որ սենց ասած պետք է, որ մենք ամենալավ ընկերները դառնանք եսի ինչ, բայց Հունաստանի ու, չգիտեմ, Թուրքիայի հարաբերությունների գոնե ինչ-որ adekvat մոդելի հասնել, որտեղ լավ, իրար այդքան էլ կարող է բոլորը չեն սիրում, բայց իրար այդ խոսալու ձև են գտել կամ ինչ-որ տնտեսական համագործակցության, դե այդ երբ ա եղել, ահագին ժամանակ անցել դրանից հետո, հա։ Դե ես հենց այդ նկատի ունեմ, որ ինչ-որ կարում են բան գտնեն, էլի իրար այդ միտեղ գտնվելու։ Եթե դա լինի, այդ դերը բազայի արդեն դաժե ֆորմալ առումով շատ կնվազի։ Լեոնիդ, մի երկու օր առաջ Երևանում ստորագրվեց TRIP-ի այդ համաձայնագիրը, կարծես առաջ է գնում։ Բավականին լուրջ փաստաթուղթ էր, կարծում եմ, որ ես լրջության անվտանգային սեգմենտն եմ ուզում հասկանալ սրա։ Այնտեղ 3 փաստաթուղթ էր, TRIP-ը մի բան էր, ավելի ամենալուրջ փաստաթուղթը ճիշտն ասած այդ բանն էր, Comprehensive Strategic Treaty-ն էր, որ իրար հետ ստորագրեցին այդ համագործակցության փաստաթուղթը, որը համեմատելով նրա հետ ինչ որ ստորագրվել էր նախկին ադմինիստրացիայի հետ հələ ինքը շատ զարգացել է, շատ երկարել է, շատ կոնկրետ բաներ են այնտեղ ավելացել, արդեն խումբ կա աշխատանքային, ամենակարևորը դա է, որ դա արդեն փաստաթուղթ չի, դա ինչ որ արդեն համագործակցության հարթակ է նաև դառնում ու այն անգամ էլ կարծիք կար, որ այս մեմորանդումները դե մեմորանդումա ստորագրել են, բայց այդ ստորագրելուց հետո ահագին ռեալ քայլեր սկսվեցին, սկսած այդ AI չիպերի լիցենզիաները տրամադրելուց վերջացրած օրինակ առաջի ռազմարտունաբերական համագործակցության հետ ԱՄՆ-ի ուղիղ։ Հիմա էլ այս նոր փաստաթղթում արդեն ուղիղ գրած է, որ այո, foreign military sales-ով գնումների համագործակցություն, այդ իրանց պայմանական ռոսաբարոն էքսպերտի նման պետական կազմակերպություն է, որով միջոցով դրսի երկրները գնում են անում ու ամենահետաքրքիրը ռազմական արդյունաբերությունների միջև համագործակցություն Հայաստանի եւ ԱՄՆ-ի, որը ինձ թվում է բավականին լավ հնարավորություններ կարող է բացել։ Շնորհակալություն, Երկար։